Աշխարհի վերջին ցույցը բացված ենք հայտարարում։ Հիմա մեր նախաձեռնության անդամները կներկայացնեն թե ով ենք մենք, որի այդ հարցի պատասխանը շատերն են ուզում լսել։ Հետո ընթացս տարբեր նախաձեռնության տարբեր անդամներ կներկայացնեն մեր անելիքները եւ պլանները, ինչ ենք պատրաստվում անել, ուր են գնալու եւ ուր ենք հասնելու վերջնական արդյունքում։ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է իր պայքարը հանուն ժողովրդի ինքնիշխանության, սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության համար։ Այսօր մենք ներկայացնելու ենք մեր խմբի մանիֆեստը եւ այսպես համառոտ ներկայացնեմ, թե ով ենք մենք։ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներով։ Գիտակցում է, որ սոցիալական անարդարության պատճառը համակարգային կոռուպցիան է, տնտեսական մենաշնորհային կառուցակարգը, ընդերքի բնական պաշարների անվերահսկելի շահագործումը եւ դրանցից ստացող եկամուտների անարդարացի բաշխումը։ Նախաձեռնությունը անժխտելի է համարում, որ մարդը, նրա արժանապատվությունը եւ նրա հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են։ Գիտակցում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ որ պետական ծառայողները պարտավոր են առաջնորդվել հանրային շահով եւ իրենց գործողությունների համար հաշվետու լինել հանրությանը։ Կարևորում է քաղաքացիական սոլիդարությունը եւ փոխադարձ աջակցությունը պայքարող մարդկանց միջև։ Հիմա ներկայացնեմ նախաձեռնության արժեքները։ Ուրեմն քաղաքացիական դիմադրության ոչ բռնի եղանակը, պայքարի քաղաքացիական բնույթը, չժխտելով նախաձեռնության նպատակների իրականացման համար քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորությունը, հայտարարում ենք, որ վարչական լծակներ ձեռք բերելու համար մղվող քաղաքական կուսակցական պայքարը դուրս է նախաձեռնության նպատակների եւ խնդիրների տիրույթից։ Իրավունքի գերակայության սկզբունքը նախաձեռնության արժեքներն են։ Վարչական լծակներ ունեցող անձինք ընդունում են իրավական ակտեր, որոնք միտված են անձնական բիզնեսը ծաղկեցնելու եւ հակասում են պետության եւ ժողովրդի ազգային շահերին։ Յուրացնում են հանրային ունեցվածքը։ Իրավունքի գերակայության իմաստով այս օրինակ օրենքներն անընդունելի են եւ չեն ճանաչվում նախաձեռնության կողմից։ Անմիջական ժողովրդավարության սկզբունքը։ Ներկայացչական ժողովրդավարության ձախողման պարագայում, ինչը տեղի ունենում մեր դեպքում, մենք կիրառում ենք անմիջական ժողովրդավարության սկզբունքը քաղաքացիական իրավունքների եւ հանրային սեփականության պաշտպանության համար։ Եվ 5-րդ սկզբունքը՝ բնական պաշարների ողջամիտ օգտագործումը եւ այլընտրանքային տնտեսական ճյուղերի զարգացումը։ Հանրային ունեցվածքը եւ երկրի բնական պաշարները հանդիսանում են ժողովրդի սեփականությունը, որոնցից ստացվող եկամուտները պետք է հանրության միջև բաշխվեն արդարացիորեն։ Մենք համարում ենք, որ գիտակից քաղաքացիական հասարակության կերտումը Հայաստանի պահպանման համար կենսական անհրաժեշտություն է։ Մենք հանձնառություն ենք ստանձնում համառորեն եւ մինչեւ վերջ հետամուտ լինելու մեր հանրային շահերի եւ իրավունքների պաշտպանությանը, եւ սա ոչ թե պայքար է, այլ ամենօրյա ապրելակերպ։ Թեղուտի նախաձեռնությունը համախմբում է ազատ եւ գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում եւ ամբողջ աշխարհում, ովքեր հավատում եւ պայքարում են հանուն մարդու առողջ եւ արժանապատիվ կյանքի։ Նախաձեռնությունը հորդորում է Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող երիտասարդներին անհապաղ եւ անմիջականորեն ներգրավել Հայաստանում ընթացող սոցիալական արդարության վերականգնման, բնապահպանության եւ արժանապատիվ կյանքի պայքարի։ Մենք ընդլայնում ենք ուղղակի մեր գործունեության տիրույթը, քանի որ թեղուտը ինքը իրենով ակումուլյատիվ արդյունքներ են համակարգային բնույթ ունեցող կոռուպցիայի, որ այսօր Հայաստանում կա։ Ես մի քանի թվեր եմ ուզում ձեզ ներկայացնել, պարզ դառնա, թե մենք ինչի հետ գործ ունենք։ Օրինակ, ընկերություններից մեկը, հանքարդյունաբերական, չեմ ուզում անունը տալ, շատ է տրվել, նրա ղեկավար կազմը, նրանցից մեկը օրինակ ստանում է $17500 ամսական աշխատավարձ, այն դեպքում, երբ որ այդ նույն հանքավարի բոլոր աշխատողները միասին վերցված, 60 հոգի շուրջ, ստանում են մոտավորապես $10000։ Այսինքն, մի հոգին մեզ պատկանող բնական պաշարների շահագործման արդյունքում ստանում է 2 անգամ ավելի մեծ եկամուտներ զուտ աշխատավարձի տեսանկյունից, քան այդ հանքավայրի մյուս բոլոր աշխատողները շուրջ 60 հոգի միասին վերցրած։ Ինչի արդյունքում են ձևավորում այդ եկամուտները։ Բնական պաշարները ժողովրդի դա մեր պետության եւ հանրության հարստությունն է։ Հիմա մեր խնդիրն է
սոցիալական արդարության շրջանակներում ցույց տալ, բացատրել, որ գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, այդ որ մարդիկ ստեղից լքում գնում են, այդ որ արտագաղթ տեստավանների է հասել, դրա պատճառներից մեկը հենց այն է, որ մեր եկամուտները անարդարացի են վերաբաշխվում։ Հայաստանը աղքատ երկիր չի, մեր ընդերքը գնահատվել է 120 միլիարդ դոլար։ 120 միլիարդ դոլարի վրա մենք նստած ենք, բայց Հայաստանի բնակիչները արտագաղթում են, փախնում են, խի։ Պատճառներից մեկը հենց դա է, որ այդ եկամուտները, երկրին պատկանող եկամուտները վերաբաշխվում են ծայրահեղ անարդարացիորեն։ Երկրորդ պատճառը իհարկե արդարության բացակայությունն է, որի շրջանակներում մենք շուտով այսօր հիմա գնանք դատախազություն եւ նրանցից կպահանջենք արդարություն իրականացնել։ Սա մտնել է արդեն վաղուց, արդեն մտնել է կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ սոցիալական արդարության դաշտ։ Եվ սա միայն բնապահպանական process չէ։ Ու խնդրում եմ սա հաշվի առնեն բոլոր այն մարդիկ, ովքեր որ փորձում են հասկանալ, թե ուր է գնում այս ամենը, թե թեղուտի պաշտպանության process-ը ուր է հասնելու։ Սա հասնում է դեպի Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիայի դադարեցման, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարին։ Սա ոչ մի տեսակի խտրականություն չտնող ուրեմն խումբ է իրենից ներկայացնում, այսինքն կոնկրետ նախաձեռնող խումբը ինքը իրանից որևէ տեսակի խտրականություն չի հանդերժում եւ բացառապես առաջնորդվում է սահմանադրության մասնավորապես 14.1 ուրեմն հոդվածով, որ ինքնին նշում է, որ ցանկացած տեսակի խտրականություն հիմնված սեռի, տարիքի, կրոնական, ազգային, սոցիալական կամ անձնական որևէ պատկանելությամբ անընդունելի է եւ արգելված է։ Եվ խումբը ինքնին դեմ է ցանկացած տեսակի խտրականության դրսևորման, համարելով այն ուղղված սահմանադրությանը դեմ, ինչպես նաև հետևաբար նաև ուղղված մեր պետականությանը դեմ։ Հետևաբար մեր խումբը բաց է ցանկացած տեսակի, ցանկացած մարդու համար, որը բացառապես ընդունում է մարդու իրավունքների գերակայությունը եւ դեմ է որևէ տեսակի խտրականության դրսևորման եւ մարդու իրավունքներ ասելով, այսինքն նկատի ունենք, որ նրանք բոլորի համար են առանց որևէ խտրականության, առանց որևէ վերապահումների կամ առանց որևէ տեսակի բացառությունների, ինչպես նաեւ հարկ ենք համարում նշել, որ մենք մեր գործողություններում բացառապես ոչ բռնի ենք եւ ընդհանուր առմամբ մղում ենք ոչ բռնի պայքար ու դրան գումարած նաև ոչ հակամիլիտարիստական ուրեմն մոտեցում ունենք մեր պայքարի։ Շնորհակալություն, հիմա մենք պատրաստել ենք հաղորդում հանցագործության մասին, որ Թեղուտում կատարվում է հանցագործություն, քանի որ եւ հիմնավորել ենք ամբողջությամբ քրեական օրենսգրքի դրույթներին համապատասխան ու մամուլով հրատարակել ենք այդ հաղորդումը։ Դա արդեն բավարար հիմք է, որպեսզի դատախազությունը սկսի process, հատուկ քննչական ծառայությունը մասնավորապես, որտեղ այնտեղ պետական մարմինների ներկայացուցիչների աշխատողների մասն է խոսքը։ Հարգելի հաճախորդներ, միացեք մեր հանրային պայքարին։ Միացեք առողջ միջավայրի պահպանման մեր պայքարին։ Առողջ միջավայր ունենալը ձեր սահմանադրական իրավունքն է։ Գերգելի աշխարհանցի հարգելի հաճախորդներ, միացեք։ Տնտեսության զարգացման մյուս ճյուղերի փոխարեն զարգացում է հենց կոնկրետ հանքարդյունաբերություն։ Մարդիկ, մենք խոսել ենք, օրինակ, Մեղրիի քաղաքապետի հետ։ Ուրեմն խորհրդային տարիներին Մեղրի քաղաքը տալիս է 2500 տոննա բերք։ Այսօր որքան է տալիս, կարող եք կռահել։
Նա թիվ ասեք, քանի տոննա է տալիս Մեղրի քաղաքը այսօր բեր։ 150 տոննա։ 2500-ից 150 տոննա։ Ինչու՞։ Որտեղ չկա ռոռոկման ցանց։ Մարդկանց օթերը միջև վերջ փակում են։ Մինչև վերջ տնտեսության բոլոր ճյուղերը ոչնչացնում են, որ զարգացնեն հանքարդյունաբերություն։ Հայաստանն էլ լեռնային երկիր է, որտեղ քանդես մի բան կգտնես։ Բայց մենք որտեղ ենք ապրելու։ Հարգելի աջակողներ, միացեք առողջ կենսամիջավայր ունենալու մեր սահմանադրական իրավունքի հաստատման համար մղվող պայքարի։ Մենք ունենք կոնկրետ մասնակիցներ, որոնք մեր կարծիքով, կոնկրետ իմ կարծիքով ապացուցում են, վկայում են, որ տեղի է ունենում թեղուտում այսօր հանքավարի շահագործման շրջանակներում տեղի ունենում քրեական հանցագործություն։ Միգուցե ես սխալվում եմ, բայց իրավապահ մարմինները պարտավոր են այդ հաղորդման հիման վրա սկսել քննություն բարձելու համար կա արդյոք հանցագործություն, թե չկա հանցագործություն։ Ինչու եմ ես կարծում, որ կա հանցագործություն։ Մեր ձեռքին է հայտնվել միջազգային կազմակերպության Environmental Resource Management ընկերության կողմից թեղուտի շմագի վերագնահատմանը վերաբերող մի փաստաթուղթ, որտեղ խոսվում է այն մասին, որ այժմ այնտեղ հանքավայրը շահագործվում է նոր 2010 թվականի նախագծով, որը էապես փոփոխությունների է ենթարկվել։ Շատացել են թափոնների քանակությունն է շատացել, ավելացել, հանքավայրը պետք է ավելի խորացնեն, մի խոսքով ամբողջությամբ փոխվել է նախագիծը։ Եվ այդ նախագիծը պետք է ներկայացվել փորձաքննության, բնապահպանության նախարարություն։ Դա չի ներկայացվել։ Ես ունեմ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Փիրումյանի կողմից տրված փաստաթուղթ, որ չի իրականացվել փորձաքննություն։ Այսինքն այս պայդրությամբ նախագիծը իրականացվում է առանց փորձաքննության եւ անօրինական։ Այսպիսով այդտեղ կա քրեական հանցագործության հատկանիշ երկու տեսանկյունից։ Առաջինը այն է, որ պետական մարմինները չեն իրականացրել իրենց պարտականություններից բխող գործողություններ պարզելու համար, թե այնտեղ ինչպես է իրականացվում հանքավայրի շահագործումը։ Սա մեկ։ Եվ այդ մարմինների գործողություններում կա առնվազն պաշտոնական անփութության հանցագործության հատկանիշ։ Եւ հնարավոր է անգամ նաեւ կոռուպցիոն գործարքի հնարավորություն։ Սա մեկ։ Եվ երկրորդ, հանքավայրը շահագործող ընկերության ներկայացուցիչները վերնախավը, ով որ պարտավոր էր այդ նախագիծը ներկայացնել փորձաքննության, չի ներկայացել։ Եվ դրանով իսկ առանց ներկայացնելու իրականացվում է տնտեսական գործունեություն, որը եւս քրեական հանցագործություն է, քանի որ էական վնաս է պատճառում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքին ու բնակիչներին։ Ահա սա է խնդիրը, սա է ամբողջ խնդիրը եւ մենք հետամուտ ենք լինելու, որ մեր իրավապահ մարմինները պատշաճ կերպով հետևեն, պատշաճ կերպով իրականացնեն քննություն այս հանցագործությունը բացահայտելու եւ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար։ Այսքանը ու նաև մի բան ասեմ, որ մենք այժմ սկսել ենք մի process, որ իրավապահ մարմիններին ստիպենք աշխատել։ Իրանք պորտաբույսների նման կողեր են ստանում մեզանից, մեր գրպանից ստացող հարկերից եւ չեն անում իրենց պարտականությունները։ Իրենք պարտավոր են կատարել իրենց պարտականությունները։ Ու մենք հասնելու ենք նրան, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը իրավապահ, վարչապետը, կառավարություն, բոլորը կատարեն իրենց պարտականությունները եւ պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին։ Այսքանը շնորհակալություն, հաջորդիվ քայլերի մասին մենք բարբերաբար ձեզ կներկայացնենք, իսկ այս պայդրությամբ ձեզ Սառույցը կոտրվեց ժողովուրդ ջան, այս պայդրությամբ մենք ձեզ հորդորում ենք
մասնակցել Թեղուտի աշխատանքային խմբերի աշխատանքներին։ Այդ ամենը ինտերնետում հրապարակված է, մենք դրանից նույնիսկ կներկայացնենք։ Մենք հենց հիմա նաև տեսանք անարդարության դեմ բողոքող մեկ այլ խումբ բնակչության, իրենք բողոքում են քաղբանտարկյալների ուրեմն ազատության համար։ Միանում ենք, մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, որտեղ այս ամեն ինչը ուղղված է արդարությանը։ Քաղաքացիներ, երկի ցույցի եք եկել։ Այսօր վերջն էր աշխարհի, վերջը կլինի Վալեքսի։